Արտակը Ղարաբաղից է։ Առաջին անգամ նրան լուսանկարել եմ Երևանում, Կույրերի դպրոցում։ Այնտեղ ծանոթացա նաև Հակոբի հետ։ Պարզվեց, երկուսն էլ կուրացել են ականի պայթյունից։ Ես ցնցված էի։ 6 տարեկան երեխան պատերազմից հետո կորցնում է տեսողությունը, ձեռքը կամ ոտքը, ամբողջ կյանքում մնալով հաշմանդամ։ Սկսեցի հարց ու փորձ անել ականներից տուժած երեխաների մասին։ Պարզվեց, վերջին 10 տարում մի քանի տասնյակ այդպիսի դեպքեր են եղել։ Ես հանկարծ հասկացա, որ վաղուց ավարտված պատերազմը դեռ շարունակվում է, քանի դեռ կան ականապատված տարածքներ և անվերահսկելի զինամթերք։ Мы сейчас находимся в музее Ялотраст. Здесь у нас собраны все боеприпасы, которые были применены во время боевых действий в Нагорном Карабахе. Вы можете увидеть мины, противотанковые, противопехотные, снаряды, гранаты, кассетные бомбы. Несмотря на то, что война закончилась уже много лет назад, до сих пор обнаруживается очень много невзорвавшихся боеприпасов и мин, которые представляют большую опасность для населения. Особую опасность представляют шариковые кассетные бомбы. В одной кассете содержится 565 штук вот таких шариков. Они сбрасываются с помощью самолетов. Корпус кассетной бомбы состоит из стальных шариков, которые залиты дюралевую массу. В Нагорном Карабахе практически нет населенных пунктов, на которые не были сброшены кассетные авиабомбы. И почти на всей территории Карабаха обнаруживаются такого рода боеприпасы. Было очень много случаев подрыва детей на таких кассетных авиабомбах. Այս քույրերը Լեռնային Ղարաբաղի Ուխտաձոր գյուղից են։ Ականի պայթյունից զոհվել է նրանց եղբայրը Էրնեստը։ Պայթյունի պահին մեծ քույրը Լիլիթը նրա կողքին էր։ Ծանր վիրավորվել է։ Մինչև հիմա գլխի մեջ ականի բեկոր ունի և թույլ տեսողություն։ Անդրանիկն է Խնաբադ գյուղից։ Եղբոր և զարմիկի հետ գտել են կոտորակառումբ, որը պայթել է սպանելով եղբորը Աշոտին։ Անդրանիկը ոչ միայն աչքն է կորցրել,
Հեռացրել են փայծախը, ոտքի թաթը չի ենթարկվում։ Շատ են դեպքերը։ Մոտ 50 այսպիսի երեխա եմ նկարել։ Հիմա ես ամեն տարի գնում եմ Լեռնային Ղարաբաղ, սահմանամերձ շրջաններ, լուսանկարում իմ հերոսներին։ Նրանք մեծանում են, հարմարվում իրենց ֆիզիկական արատին, փորձում հաղթահարել կյանքի դժվարությունները։ Սևակն ապրում է Լեռնային Ղարաբաղի Բալոջա գյուղում։ Իր հասակակիցների նման սիրում է խաղալ, վազել, հեծանիվ քշել։ Սևակն արդեն հարմարվել է ֆիզիկական այս վիճակին, բայց ով գիտի, ինչ է կատարվում երեխայի հոգում։ Նա 10 տարեկան էր, եղբոր ու քրոջ հետ գնացել էին զբոսնելու։ Գնացինք Բոստոնում, հետո գալիս տուն սնարադը գտանք, հետո ես իմ ախպեր, իմ քուր նստանք ու սկսալ քանդելը, հետո չեմ հիշում այդ մամենտին տարակել եմ։ Սևակի եղբայրը պայթյունից մահացավ, քույրը ծանր վիրավորվեց։ Եղբոր կորուստն ավելի ծանր տարավ, քան իր հաշմանդամությունը։ Արթնացել եմ ու տեսել օպերացիա են ուզում անել ու հետո բարեցին շատ դժվար էր, ցավում էր ոտքս, շատ ատանջում, բայց ես ձգտում ցավին հաղթիմ, որպեսզի գամ կարան չունի պարկած կենամ, նստած տանը կարան չկենամ։ Սևակի ոտքը 2 անգամ վիրահատել են, բայց ապարդյուն։ Չնայած ոտքի ցավին, նրա առօրյան հագեցած է։ Ֆուտբոլ խաղալուց բացի օգնում է հորը տնտեսության մեջ, կերակրում ճագարներին։ Սևակը հույսը չի կորցնում, որ 3-րդ վիրահատությունը կօգնի իրեն։ Երազում է համակարգիչ ունենալու մասին։ Մայրն ասում է, դպրոցի ամենաչար երեխան է, որ մի բան ուզում է, անպայման հասնում է նպատակին, տեսնես ինչ կդառնա վերջը։ Արտակը Ստեփանակերտից է, կուրացել է 10 տարեկանում։ Պայթյունի ժամանակ 4-ով են եղել։ Մեկը գտել է այս հակահետևակային ականը, որոշել են քանդել։ Այդ ժամանակ ընկերներից մեկը ինձ կանչեց, իրենց հավաբնում էր ինքը։ Կանչեց այս ծարտակարի մի բան են գտել, արի քանդենք, տեսնենք մեջը ինչ կա։ Ես գնացի հավաբուն, կանչողի ձեռքին այս սարքն էր կանաչ գույնի, տակեն խաչ, նա մուրճով խփեց ականին եւ պայթեց։ Հետո արդեն էլ ոչինչ չեմ հիշում։ Ում ձեռքին կար այս սարքը, 2 ոտքը կտրվեց, մի ձեռքը եւ մյուս ձեռքի 3 մատը, մյուսինը մի ոտքը կտրվեց, իսկ 4-րդինը ոտքը մի բեկոր մտավ։ Իսկ իմը ես ամբողջովին կորցրեցի տեսողությունս, թևատակիս մի բեկոր դիպավ եւ մանր-մունր այլ վնասվածքներ։ Արտակը սովորում է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում։ Մասնակցել է ինտելեկտուալ հեռուստախաղի, հաղթել եւ որպես նվեր ստացել այս համակարգիչը։ Սովորում է կույրերի համար նախատեսված հայալեզու ծրագրով, որը մշակել են Երևանի Մերգելյան ինստիտուտում։
Արև համակարգ, օգնության ստերմ F9։ Արտակն ուզում է դառնալ քաղաքագետ, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Նա ասում է, որ պատերազմում զոհված հայրը եւ ազգային հերոսները ուժի, կամքի եւ հավատի խորհրդանիշ են իր համար։ Երբ ես տեսողությունս կորցրեցի, սկզբնական շրջանում շատ դժվար էր տարածության մեջ կողմնորոշվելը։ Հիմա այդ հոգեվիճակը չկա, ամենևին էլ ես չեմ զգում, թե ես կույր եմ կամ կողքիններս զգացնել չեն տալիս, թե ես կույր եմ։ Հակոբն ապրում է Ղարաբաղի Խնաբադ գյուղում։ Տեսողությունը կորցրել է 6 տարեկանում։ Հորեղբոր տղաների հետ գնացել էր խաղալու եւ գտել կոտորակառումբ, որ գնդակ էր հիշեցնում։ Գնացինք 3 հոգով գերեզմանի ձորը, տեսանք այնտեղ ծես բաներ կար, հողեր կար, թուփակ արած։ Շիֆերով քանդեցինք այդ հողերը, փետեր բաներ ընդեր, փետեր էր դրած փոքր։ Դար քաշեցինք, էլի քանդեցինք, այդ սամոլոտի բոմբը գտանք։ Սկսեցինք խաղալ, գցեցինք մի կողմ, հետո գնացինք ուրիշ տեղ խաղացինք։ Եկանք կպանք ձեռներից ընկավ քարին ու տակեց։ Փրկվեց միայն Հակոբը։ 2 հորեղբոր տղաները զոհվեցին։ Երեխաները զոհվեցին խաղաղ պայմաններում, իսկ նրանց հայրերը զոհվել էին այդ խաղաղության համար։ Հակոբի հայրը պատերազմում կորցրել էր 2 եղբայրներին։ Կարող էր արդյոք պատկերացնել, որ 10 տարի անց արդեն ավարտված պատերազմը կտանի նաև զոհված եղբայրների տղաներին, իսկ իր որդուն կդարձնի հաշմանդամ։ Հակոբի կյանքը փոխվեց։ Այսօր նրա առօրյան գյուղում սահմանափակվում է տնից մինչև աղբյուր ճանապարհով։ Այս ճանապարհը նա անգիր գիտի եւ մենակ էլ կարող է անցնել։ Գալիս ջուր է խմում, նստում իր սիրած քարերին։ Այստեղ հարազատ գյուղում Հակոբը իրեն լավ է զգում, բայց դեռ չի պատկերացնում, թե ինչ դժվարություններ կան առջևում։ Զորիկը Ղարաբաղի ջանաթաղ գյուղից է, բայց դեպքը նրա հետ կատարվել է Շուշիում։ Պայթյունի հետևանքով կորցրել է մի աչքի տեսողությունը, վնասել ձեռքերը։ Այդ ժամանակ նա 10 տարեկան էր։ Դպրոց էի գնացել, դպրոցից գնացի ջուր բերի տուն, ասի գնամ մորս մոտ, մարս ներկeva։ Գնացի մեր շենքի մոտ, տեսա երեխեքին 4-5 երեխա փոքր։ Պատրոնը եկալաց տանկի պատրոն։ Գցում են կրակը։ Գցի կրակը, ես էլ վազեցի, հանեցի, ձեռս տրակից, պայթեց ձեռս։ Մի ամսել է պարկեցի, դուրս գրեցին հիկա։ Զորիկն իր կյանքը վտանգի էր ենթարկել, որ փրկի ուրիշներին։ Դեպքից հետո խուսափում էր մարդկանցից, ոչ մի բան չէր կարողանում անել։ Դեպքից հետո ես սկսեցի ամանչել, հենց ամանչում էի շատ, նոր սկսեցի արդեն սովորել եմ էլի։ Զորիկը հիմա հոգում է տան բոլոր հոգսերը։ Առավոտ վերեմ կենում անասուններ դուրս անում։ Դո գալիս հորթը հանում, էշ եմ տանում կապում։ Բան չի նմանել է պարկում եմ քնում։ Դուրս են գալիս դե մանգալ ես։ Դարի գյուղաց կյանքն է, գյուղաց։ Զորիկի վնասված աչքը վիրահատության կարիք ունի։
Հակառակ դեպքում հավանական է, որ մյուս աչքի տեսողությունն էլ կորչի։ Նրանց ընտանիքը հազիվ իր ապրուստն է վաստակում եւ վիրահատության հնարավորություն զորիկը չունի։ Նոր Մարաղա գյուղից Կարեն Մեժլումյանը 13 տարեկանում արդեն ծանոթ էր պայթուցիկ զենքին։ Իր նախաձեռնությամբ մի քանի 100 արկ եւ ականեր գտել վտանգազերծել։ Այդ զենքի գործը շատ էի սիրում։ Քանդել, հավաքել։ Էլեկտրոնսի աշխատողները գալիս էին մոտիկանը, ասում են խնդրում ենք տանես մեզ մինաների տեղ ցույց տաս, կամ մինա է, կամ սնարյադի։ Ես գալիս տանում էին։ Կարենը պատմում է, որ հոր հետ եղել է ազատագրված բոլոր գյուղերում եւ այդ ժամանակվանից ծանոթ է ականապատ տարածքներին։ Սակայն դա չփրկեց Կարենին դժբախտությունից։ Նռան ծառի փոքրիկ ճյուղը ճակատագրական եղավ։ Հիմնական ճանապարհ էր, լի։ Ես կարճ ճանապարհ էր։ Ճանապարհը միշտ քինամ կյանք, լի։ Դուտունց մի օր քշացին քաշ, արդեն 5-ին 5 էր պակաս։ Ես նորից էր ճանապարհով գնում էին, ետ դտրակ ճանապարհի մեջ։ Ասենք դա մեր ամեն օրվա ճանապարհն էր, ասես մի հատ փոքր նռան ճպատ կար, ծառ, լի, փոքր ծառ էր։ Բայց այդ նռան ծառը ծալած էր, լի, իսկ կա ճանապարհը կար էստեղ որ կողմ տալ այդ ճողը։ Դա տրակա։ Այդ բերակ ճողնի կողքը, լի։ Կարենը կորցրեց աջ ոտքը։ Հիմա պրոթեզ է կրում։ Ասում է, որ տեղական արտադրության պրոթեզներն անորակ են։ Արդեն երկրորդ անգամ ծանրություն բարձրացնելիս կոտրվում է։ Ես կարող ալի 100 կիլո բարձրացնեմ, բայց չդիմանա։ Սենց ոչ չդիմանա, այլ չի դիմացել։ Մինչև դժբախտ դեպքը Կարենը գյուղում առևտուր էր անում։ Հիմա փակել է խանութը, հազիվ հացի փող է ճարում։ Երեխաների համար աշխարհը ճանաչելը սկսվում է շրջապատից։ Նրանք զարմանալի հատկություն ունեն ամեն տեղ մտնելու, գտածը վերցնելու, ուսումնասիրելու։ Երեխաները նույնիսկ վտանգը զգալու դեպքում շարունակում են քանդել, փորփրել։ Պայթյունից հետո, եթե ողջ են մնում, ապա որպես կանոն կորցնում են տեսողությունը, վնասում դեմքը, ձեռքերն ու ոտքերը։ Ասկերանի մերձակայքում հանդիպեցինք այս երկուսին։ Նրանց գտածը այս դաշտում բարեբախտաբար ջարդած հեծանիվն է։ Հայտնի չէ, թե ինչ կգտնեն հաջորդ անգամ, չպայթած ական, թե գնդիկավոր ռումբ։ Տասը տարի առաջ Ասկերանում Գագիկը եւ նրա 3 ընկերները գտել էին մի պայթուցիչ եւ մցրել վարդակի մեջ։ Պայթյունը 4-ին էլ ծանր վիրավորել էր։ Վնասվել էին Գագիկի ձեռքերը եւ աչքը։ Եթե որևէ մեկը նրանց զգուշացրած լիներ, որ այս սարքը կարող է պայթել, գուցե դեպքը տեղի չունենար։ Ղարաբաղում եւ Հայաստանում շատ կան գյուղեր, որտեղ դպրոցներում երեխաներին չեն բացատրում ականների եւ արկերի վտանգը։ Երեխաները պարզապես չեն տարբերում պայթող զինամթերքը խաղալիքից։ Այս երեխաներից յուրաքանչյուրը կարող է նոր պայթյունի զոհ դառնալ։ Ես որոշեցի, որ մի օր անպայման կլուսանկարեմ բոլոր պայթող սարքերն ու զինամթերքը, որ մի գիրք լույս տեսնի ու երեխաները ճանաչեն այդ մահաբեր խաղալիքները։ Ցավոք, էլի նոր դեպքեր են լինում։ Օրինակ, Գիշի գյուղում
այս տարի մայիսին։ 72-ամյա Ալբերտ Պապը երկու պատերազմ է տեսել՝ Երկրորդ համաշխարհայինը եւ Ղարաբաղի պատերազմը։ Երբ կռիվները վերջացան, ազատ շունչ քաշեց, կարծում էր էլ զոհեր չեն լինի։ Մեր ընտանիքը ամենամեծ ուժանքը կրեց։ Ավակ տղես զոհվեց, հետ մահով հերոսի քանշանով պարգևատրվեց։ Թողելով 4 որփոք զավակները, աղջիկերքը։ Մայրը հիվանդանոցում երկար տառապելուց հետո չկարողացավ դիմանալ եւ վերջապես մայրն էլ մահացավ։ Հետո վերջում էր մինուջար երկու օջախեր մի տղա թորունենք, որի անունն էր կրում 11 տարեկանում պատերազմի հետքերը գտավ, ռումբ գտավ, երեխան շատ հետաքրքիր ուզում էր իմանալ թե դա ինչ է պարունակում իր մեջ ու պայթեց, վերջապես կյանքը խլեց 11 տարեկանում։ Ծովինարը պայթյունի պահին եղբոր Ալբերտի կողքին էր։ Նա հիմա գրեթե ոչինչ չի հիշում։ Գնացել էին գյուղում խաղալու եւ մետաղյա գնդիկ էին գտել այս ծառերի տակ։ Տղան գնդիկը ուղիղ քարին էր նետել։ Ալբերտը մահացավ։ Ծովինարին գյուղացիները հասցրին Մարտունու ռազմական հոսպիտալ, որտեղ բժիշկները հրաշք գործեցին, փրկելով աղջկա կյանքը։ Դրա համար էլ Ծովինարը որոշել է բժիշկ դառնալ։ The mine situation is very difficult in terms of the mine lines are very mixed. It was a very mechanized warfare. There are no set defensive line patterns that you find in other countries. So, for example, we have some of the military maps from the Azerbaijan Karabakhi forces. We don't have the military maps from the Azeri forces. The warfare was very much fought in the mountains and in the valleys. So immediately we have a major problem of logistics and actually getting to the minefields and cracking and sorting out the problem itself. This situation, there is no set pattern to the mines. Some of them are, as I said, in the tops of the mountains, some are in the valleys, some are beside rivers. The prioritization really is, once we've established where the minefields are, we'll then look at it and say, is the minefield close to communities? Is it close to a school? Is it close to population? Is it close to agriculture? And there's a set system for prioritizing minefields, and you have to look at all aspects of where the minefields are located. And then we'll end up with either a high priority minefield, one that is directly affecting the community, it's stopping people from accessing their land, it's stopping people from continuing their lives in a normal form. Those are the type of high priority minefields which we need to clear, and have to clear, and will clear at the very beginning. More and more people are coming back to the country, and we've had more and more successful harvests within the area, which has led to an increase of accidents. And the reason why is that our survey teams are going out, they're marking suspect areas, they're putting mine signs on the areas where we suspect minefields to be. The people believe or may not believe that the mines are there, and they're ignoring our signs and they're ploughing through these areas and having an accident. Ղարաբաղում ականները պատերազմի հետևանք են, բայց Իջևանի սահմանամերձ գյուղերում
երեխաները տուժում են հիմնականում մեր բանակի անփոթության պատճառով։ Այս կողմերում բնակիչներից շատերը հավաքում են դիրքերում թողած զինամթերքը եւ ապրուստի միջոց հայթայթելու համար որպես մետաղ հանձնում։ Սասունն ապրում է Այգեհովիտ գյուղում։ Դեպքը նրա հետ կատարվել է հենց այս տանը, նկուղում։ Այս արհեստանոցը ստե եմ քանդել այս դիսկայի վրա դե դրացել եմ։ Դրել եմ այս սնարյադը, ռաժգլուխը նաժովկով կտրեցի, հետո զուբիլը վերցրի ձախ ձեռով, կտրել եմ հիմա։ Աչ ձեռով էլ մուրճը կտրեցի տենց, հանեց մի հատ ամունալ էր երևի, փուշ էր սպիտակ ալյումինի, ասենց բաշխու կոլոր։ Սկսեցի կտրեցի, կտրատելով տակը հասա, զուբիլով կտրելիս պայթեց։ Մոմենտին գիտակցությունս չկորցրի, բայց աչքերից առաջ սպիտակ էր, ոչ մի բան չէի տենեմ։ Սասունը վստահ էր, թե արկը պայթած է եւ վտանգավոր չի։ Հիմա նա հարմարվել է իր այս վիճակին։ Սովորում է նկարել։ Փորձում է օգտակար լինել ընտանիքին։ Այս արահետը տանում է իր սիրած վայրը, որտեղ փոքրիկ լճակ է սարքել, ուր հետագայում ձուկ է աճեցնելու։ Այգեհովիտ գյուղում էլի է պայթյուն եղել 98 թվականին։ Այն ժամանակ Գուրգենը, Համլետը, Դիման ու Մհերը 9-րդ ու 10-րդ դասարանցիներ էին։ Գյուղի պաշտպանական դիրքերում արկ են գտնում, բերում են տուն եւ սկսում քանդել։ Ես էի Գուրգեններ, Դիմաններ, մեկ էլ Մհերը։ Այնա մեկը պահում էր, ես չակուճով խփում էի։ Այնա մի 5-10 հետ խփեցի, 11-րդ դրետ այնա էլ չեմ հիշում, այնա տրակեց արդեն։ Դե Գուրգենի ոտներ կտրվել, Դիմոյի մի ոտներ կտրվել, մի ոտը վիրավորվել էր, փոր ստամոքսման սա վիրավորվել էր, Դիմն էլ էր ոտը սա աչքերս էր, տենց ձեռներ, մերներ սա վառել բաներ արել են։ Մհերին չկարողացան փրկել, մահացավ։ Մի քանի վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվեց պահպանել Համլետի ոտքերը։ Գուրգենի ոտքն անդամահատեցին։ Մի անգամ էլ են օպերացիա արել, այս ոսկորներ էր աճել, տարի մաքրեցին, մի նորից ուզում են անեն, փող չկա։ Հիմա Գուրգենը գյուղում կոշկակարություն է անում։ Ամբողջ օրվա վաստակածը ընդամենը հացի ու սիգարետի փող է։ Երբ արհեստանոցում գործ չի լինում, փակում է դուռը, նստում ձին ու գնում դաշտ հող մշակելու։ Ալիկը կորցրել է տեսողությունը 10 տարի առաջ։ Պայթյունը եղել է Աչաջոր գյուղում, երբ մի օր քանդում էր գնդացրի փամփուշտը։ Բժիշկները ստիպված էին կտրել նաև ձեռքի դաստակը։ Հիմա սովորում է պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի պատմության եւ իրավունքի բաժնում։ Դասախոսությունները ձայնագրում, հետո վերծանում է բրայլյան տառերով։ Առաջին կարգի հաշմանդամի թոշակը չի հերիքում նույնիսկ բրայլյան թուղթ գնելու։ Սովորելն ալիկի համար կյանքի իմաստն է։ Ուզում եմ խորացված ուսումնասիրել իրավագիտությունը, որպեսզի դառնալ լավ փաստաբան։ Այժմ գտնում եմ եղբորս խնամքի տակ կարիք։ Բայց եղբորս ասեն ուզում են աշնանը տանը բանակ, ծառայություն։ Դարձին որ տնես ստիպված ընդհատվելու ուսումս։ Ղարաբաղում Հալոտրաստի աշխատակիցների հետ որոշեցինք մանեկենի միջոցով ցուցադրել, թե ինչ հետևանք կարող է ունենալ ականի պայթյունը։
Պատերազմից հետո մնացած ականները խլել են շատերի կյանքը եւ դեռ կխլեն, որովհետեւ խաղաղ այս տարածքներում պատերազմը դեռ շարունակվում է։